Հայաստանը կարևորում է նոր ժողովրդավարական պակտը Ստրասբուրգում ժողովրդավարության համաշխարհային ֆորումում իր ելույթում հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նշանակալի է, որ ժողովրդավարությունը սովորելը և գործնականում կիրառելը պակտի առաջին հիմնասյունն է, որը շեշտում է բոլորի համար ժողովրդավարական մասնակցության և իրավունքների հավասար հնարավորությունների ապահովման կարևորությունը։ Նախարարի գնահատմամբ առաջ նայելով անհրաժեշտ է անդրադառնալ պատմությանը և բացահայտել առկա լավագույն փորձերը, որոնց վրա կարելի է կառուցել ժողովրդավարական ապագան։ Մեր ընդհանուր պատմության որևէ խեղաթյուրման կամ սխալ մեկնաբանության փորձերից զերծ մնալը կարող է նպաստել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ պատմության ուսուցումը կապում է մշակույթները, այլ ոչ թե բաժանում։ Սա հաջողությամբ իրականացնում է Եվրոպայում պատմության ուսուցման դիտարկման կենտրոնը, և Հայաստանը հաստատուն աջակցում է դրա առաքելությանը՝ խթանելու որակյալ կրթությունը ժողովրդավարական մշակույթի ըմբռնումը խորացնելու նպատակով։ Նա ընդգծել է, որ Հայաստանի համար ժողովրդավարությունը ոչ թե ներմուծված քաղաքական արժեհամակարգ է, այլ խորապես արմատավորված քաղաքակրթական ընտրություն։ Ժողովրդավարությունը սկսվում է այն պահից, երբ մարդուն հնարավորություն է տրվում ազատորեն արտահայտել իր միտքը՝ խոսքի, արվեստի, լեզվի, արարելու ձևերի միջոցով։ Նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել բաց և ներառական մշակութային միջավայր ստեղծելու ուղղությամբ։ Հայաստանը ձգտում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ստեղծարարությունը դիտվում է որպես հանրային արժեք և ժողովրդավարության շարժիչ ուժ։ Մենք աջակցում ենք ստեղծարար արդյունաբերությանը, դիզայնի, ֆիլմարտադրության, թվային արվեստի, նոր մեդիայի և այլ ոլորտներում, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդներին առանց ինքնության կորստի մասնակցել գլոբալ մշակութային գործակցությանը։ Ժողովրդավարությունը չի կարող գոյատևել առանց վստահության, նշել է նախարարը։ Տաթև Խաչատրյան, լուրեր։